կա արդարություն, կա չարիքի փոքրագույն։ Երբ որ Աբելը նահատակվեց Կայենի կողմից, նախանձի պատճառով Կայենը սպանեց իր եղբորը Աբելին, մահը մտավ աշխարհ, մահ ոչ ոք չէր ճանաչում։ Մահը մտավ աշխարհ, Կայենը սպանեց իր եղբոր Աբելին, եւ Աստված վճիռ կայացրեց, տեսեք Աստծո վճիռն ավ երկնքից։ Ով թափում է արյունը, թող թափվի նրա արյունը։ Բայց սա վերջնական վճիռ չէր։ Սա հրաման չէր, հետո փոխվեց իր օրենքով փոխվեց։ Երբ է թափվում, երբ որ դու ավելի մեծ չարիք ես ուզում կանխել, թափում ես արյուն։ Օրինակ, ավանդության համաձայն Կայենին ոչ ոք չսպանեց։ Կայեն ուզում է սպանվեր, ինքը որ իր մահվան վճիռը լուծվեր, բայց ոչ ոք չսպանեց Կայենին։ Հետո Ղամեքը ավանդության համաձայն սպանեց Կայենին, եւ Ղամեքից ավելի մեծ պատիժ պահանջվեց Կայենին սպանելու համար։ Այսինքն երբեմն պատիժը ոչ թե սպանությունն է, վրեժ լուծելն է, այլ Աստծո պատիժը ավելի դաժան է, ավելի խորն է, ավելի արդար է։ Եթե Աստված այստեղ պատժում է, ուրեմն ողորմում է։ Եթե այստեղ չի պատժում, ուրեմն պահում է այնտեղ պատժելու համար։ Հիմա դա Աստծո պատժի մասին է խոսքը։ Մենք չգիտենք դատաստանին ինչ կլինի, ով ինչպես կպատժվի։ Աստծո արդար դատաստանին բոլորն են կանգնելու։ Այս երկրի վրա երբեմն մենք ասելով նկատի ունեմ նրանք, ովքեր այդ իրավասությունը, այդ զորությունը, այդ իշխանությունն ունեն, պարտավոր ենք եւ պետք է պատժենք։ Ինչու՞։ Որպեսզի ավելի մեծ չարիք կանխենք։ Օրինակ հանցագործին պատժում ենք։ Ինչու՞։ Որպեսզի մեղքը անպատիժ չմնա այս աշխարհի վրա։ Սրբությունները ոտնակող արողին, հայրենիքը, ընտանիքը, սրբությունները ոտնակող արողին պատժում ենք։ Մենք դրանով իրեն բարիք ենք գործում։ Եվ ոչ միայն իրեն ենք բարիք գործում, այլ սրբությունները պաշտպանելով էլ բարիք ենք գործում։ Այսինքն մենք կանխում ենք ավելի մեծ չարիք, գործելով ավելի փոքր չարիք։ Ընտրում ենք չարիքի փոքրագույնը։ Երբ որ մեզ վրա դրված է պատասխանատվություն, դժվար է պատժելը, բայց երբ որ դրված է քո վրա պատասխանատվությունը, սիմվոլ է հայրենիքը պետք է պաշտպանես, քո վրա պատասխանատվություն կա դրված հայրենիքի պաշտպանությունը։ Զենքն էլ պատահական չէ որ ձեռքիդ է, եթե պետք է հա պետք է մարդ սպանես, բայց դա սպանություն չի, դա սպանության կանխում է, դա չարիքի փոքրագույն է, իհարկե չարիք է, բայց ավելի փոքր չարիք է, քան այն չարիքը, որ չսպանելու պարագային կլինի։ Երբ որ սպանությունը մուտք գործեց աշխարհ, սպանության վրեժը պետք է լուծվի։ Այդպես է Սուրբ Գրքում ասում, ով արյուն է թափում, թող նա արյունը թափվի։ Իհարկե Աստվածային սիրո օրենքը ամեն ինչ կարգավորում է։ Եվ մեր Տերը Հիսուս Քրիստոս ասում է, հնում ասում է, մի սպանիր, ես դեզ ասում եմ, մի բարկացիր, որտեղ եթե չբարկանաս չես սպանի։ Այդ չարիքը բարկությամբ քո սրտում է ծնվում։ Եվ դու քո սրտից հանիր այդ չարիքը բարկության, գործը չի հասնի սպանության։ Եվ միայն սպանիր այն պարագայում, երբ որ դու ավելի մեծ չարիք ես կանխելու։ Եվ ընտրելու ես չարիքի փոքրագույնը, եւ դա սպանություն չի համարվելու։